Բարև ձեզ հարգելիներս, ես Հայկ Ղալեչյանն եմ, տվյալակետ վերլուծաբան EasyDoMark ընկերությունից։ Այսօր ձեզ եմ ցանկանում ներկայացնել հանրահայտ տվյալների վերլուծության եւ մեքենական ուսուցման ոլորտում շատ հայտնի ու ամենակիրառական լեզուներից մեկի Python ծրագրավորման լեզվով ստացված արդյունքների ներկայացումը Tableau միջավայրում։ Այդ նպատակով եկեք դիտարկենք հետևյալ խնդիրը, ինչպես արդեն հասկացաք ես այժմ գտնվում եմ Tableau միջավայրում, տեսնենք թե ինչ տվյալներ ունենք։ Ուրեմն ունենք 215 երկրի անվանումներ, իրանց country կոդերով, այսինքն երկրների կոդերով։ Ես այստեղ map sheet-ում ներկայացրել եմ քարտեզի տեսքով այդ երկրները, տեսեք մոտեցնելով մկնիկով, տեսնում եք country name-ը, երկրի անվանումը, այսպես Ղազախստան, Russian Federation։ Եթե ցանկանում ենք, որ երկրները տարբերակվեն ըստ գույների, կարող ենք country name ուղղակի սեղմած պահած տանել ու բաց թողել color դաշտում, այստեղ տեսնում ենք, որ ունենք արդեն ամեն երկիրը մի գույնով ներկայացված։ Ուրեմն խնդիրը եկեք մինչև ձևակերպելը հասկանանք, թե ինչ ենք ցանկանում ստանալ, որտեղից ստանալ, այնուհետև դիմենք Python ծրագրավորման լեզվին որպես օգնություն ինֆորմացիան Tableau միջավայրում ներկայացնելու համար։ Ուրեմն եկեք դիտարկենք հետևյալ կայքը restcountries.com։ Ուրեմն այս կայքը նախատեսված է տարբեր երկրների տարբեր երկրների վերաբերյալ ինֆորմացիաներ ստանալու համար։ Ինքը իրենից ներկայացնում է RESTful API։ Եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է այստեղից ստանալ ինֆորմացիա տարբեր երկրների մասին։ Օրինակ, այստեղ տեսեք name օրինակը տրված է, վերջում գրված է Peru։ Ուրեմն այստեղ հաստանելով տեսեք ինչ ենք ստանում։ Ստանում ենք Peru պետության վերաբերյալ ինֆորմացիա։ Այստեղ ըստ էության մենք շուտով կտեսնենք, որ կա մայրաքաղաքը, անվանումը, պաշտոնական լեզուն, մակերեսը, բնակչության թվաքանակը։ Որպեսզի Peru պետությունը փոխարինենք այլ պետությամբ, այսինքն օրինակ փորձենք հայթայթել տեղեկատվություն Հայաստանի մասին, այստեղ կգրենք Armenia եւ կունենանք արդեն ինֆորմացիա Հայաստանի մասին, տեսեք օֆիցիալ անվանումը Հայաստանի Հանրապետություն, այստեղ դրամը որպես միավոր արժույթի միավոր, հա, բայց այստեղից երբ թե դժվար է ինչ-որ ինֆորմացիա կորզելը, դրա համար պետք է դիմել ինչ-որ ծրագրավորման լեզվի։ Մենք այս դեպքում ոնց որ նախընտրում ենք այս ամենը իրականացնել, այս ինֆորմացիան ստանալ Python լեզվի միջոցով։ Այդ նպատակով եկեք դիտարկենք Python-ի հատվածը Jupyter Notebook-ում։ Ուրեմն ես այժմ գտնվում եմ Jupyter Notebook-ում, հասկանանք թե ինչ ենք այստեղ անելու։ Ուրեմն ներմուծում եմ, import եմ անում request անով library-ին գրադարանը։ Տալիս եմ country անվանումը, օրինակ Հայաստան, այս դեպքում մենք ընտրենք Հայաստան։ Տալիս եմ URL-ի հատվածը միջև country name-ը, տեսեք այստեղ Armenia վերջում է գրված, եւ վերջում country-ն թողնում եմ որպես փոփոխական, որ ցանկացած բայի կարողանամ ինֆորմացիա ստանալ այլ երկրի վերաբերյալ։ Ուրեմն ստանում եմ response-ը, իդեպ request library մասին, եկեք երկու բառով հասկանանք, ինքը library է, որը հեշտացնում է response-ների ստացումը, այստեղ ես կիրառում եմ get ֆունկցիան, որը get մեթոդով, այսինքն հայթայթում է, տեսեք այստեղ գրված է, դուք կարող եք get մեթոդով ստանալ URL-ի body-ին, տեսնենք որտեղ է դա, հա, read the content of server's response, այսինքն server-ի response-ը կարող ենք content-ը կարող ենք ստանալ get ֆունկցիայի միջոցով, եթե մենք նրա մեջ տանք URL-ը եւ այնուհետեւ տեքստով կարող ենք կարդալ content-ը ամբողջությամբ, մեզ այս պահին պետք է ստանալ ամբողջ content-ը, այն ներկայացնել JSON ֆորմատով եւ տեսնենք թե ինչ է արդյունքում ստացվում։ Ուրեմն արդյունքում տեսեք, ստանում ենք հետեւյալը, JSON ֆորմատով ստանում ենք անվանումը երկրի, ըստ էության այստեղ եթե իջնենք մի քիչ ներքև, երկու կլիկ անենք, այսպես։ Ուրեմն տեսեք, տարբեր լեզուներով Հայաստանի Հանրապետության անվանումը, ըստ էության պաշտոնական լեզուն Armenian հայերեն, ունենք population-ը, տեսեք 2,963,234 մարդ, ունենք այստեղ հարևան երկրները, տեսեք borders-ում հետ ենք սահմանակից, ունենք քանի կիլոմետր քառակուսի է Հայաստանի պաշտոնապես ճանաչված տարածքը, time zone ունենք եւ այլն եւ այլն։
Պատկերացրեք, այս ամբողջ ինֆորմացիայից մեզ այս պահին պետք է տաբլոում ներկայացնելու համար ենթադրենք ընտրենք մի քանիսը, օրինակ վերցնենք մայրաքաղաքը, capital, տեսեք Երևան, վերցնենք մակերեսը, area-ն էստեղ միտեղ աչքովս ընկավ, մի վայրկյան, մենք տեսանք չէ, այդտեղ 20, սա population-ը կվերցնենք անպայման, կվերցնենք այս այլ մակերեսը area-ն։ Ուրեմն, որպեսզի կարողանանք այս ինֆորմացիան վերցնել, ուղղակի պետք է դիմել, պետք է այս JSON տեսքից, ուղղակի վերցնել տվյալ դաշտերը։ Ուրեմն, քանի որ ինքը գտնվում է լիստի մեջ, ապա վերցնում ենք նրա զրոյական տարը, այնուհետև մայրաքաղաքը, capital, քանի որ ինքը իրենից կրկին լիստ է ներկայացնում, ապա վերցնում ենք նրա առաջի տարը կամ Python-ում ինդեքսավորումը սկսում է 0-ից, այստեղ կստանանք մայրաքաղաքը, այստեղ կստանանք մակերեսը, այստեղ կստանանք բնակչության թվականակը եւ հա մի բան էլ այստեղ եկեք ստանանք նաեւ այն ռեգիոնը որտեղ գտնվում է Հայաստան Հանրապետությունը, այստեղ եկեք ռեգիոնը փնտրենք որտեղ է, Ասիայում, հա, կամ կարող ենք սաբրեգիոն ուղղակի ընտրել, ինչպես ցանկանաք ձեր նախընտրությամբ, ես այստեղ ընտրել եմ ռեգիոնը, իսկ ռեգիոն դաշտը ուղղակի, տեսեք, ունենք Հայաստանի համար Երևան մայրաքաղաք, մակերես ունենք, բնակչություն ունենք եւ ունենք ռեգիոնը։ Հիմա այս ամեն ինչը եկեք հասկանանք ոնց կարելի է տեղափոխել դեպի տաբլո միջավայր։ Ուրեմն որպեսզի մենք կարողանանք Python սկրիպտերը աշխատեցնել տաբլո միջավայրում, անհրաժեշտ է համակարգչում ունենալ Python ծրագիրը, ինչպես նաև անհրաժեշտ է ունենալ TabPy library-ն, որը ըստ էության որի մասին կարելի է կարդալ GitHub-ում տաբլոյի հավելվածներից, տեսեք ինչպես կարելի է ինստալացիա անել, pip install tabpy, եւ եթե դուք ունեք արդեն command prompt-ում կարող եք գրել pip install tabpy եւ դուք կունենաք համակարգչում tabpy package-ը, այնուհետեւ tabpy ուղղակի կանչելով, ես այս բանը կանչեմ, մենք ակտիվացնում ենք, տեսեք tabpy enter եմ տալիս 9004 port-ի վրա իմ local համակարգչում, ինչ է ներկայացնում tabpy իրենից, tabpy իրենից ներկայացնում, եկեք այստեղ կարդանք Tableau Python server, որը նախատեսված է Python հաշվարկների իրականացման համար, Python սկրիպտների իրականացման համար Tableau միջավայրում։ Հիմա այս պահին ես ակտիվացրել եմ tabpy-ը, կարող եմ արդեն անցնել Tableau միջավայր եւ փորձել այն ինֆորմացիան, որը մենք տեսնում ենք այստեղ, ներկայացնել Tableau միջավայրում։ Ուրեմն ես այժմ Tableau միջավայրում եմ։ Ինչ է ինձ անհրաժեշտ անել, քանի ինֆորմացիա որ ցանկանում եմ ես ստանալ, գեթանել, այդքան էլ ես պետք է ունենամ հաշվարկային դաշտեր կամ calculation field-եր։ Ուրեմն ստեղծենք առաջին calculation field-ը, դրա համար այստեղից create calculated field, անուն դնենք capital մայրաքաղաք, որով մենք ցանկանում ենք ստանալ այն երկրի մայրաքաղաքը, որը մենք Tableau-ում կնշենք։ Ուրեմն ես այստեղ txt ֆայլում ունեմ սկրիպտերը, copy անեմ այստեղից, այնուհետև միասին փորձենք հասկանալ ինչ է այստեղ գրված։ Ուրեմն տեսեք, script str, ինչ է սա նշանակում, եկեք այստեղից գրենք script։ Ուրեմն տեսեք, str string, ունենք script real, script int, script bool, str, այսինքն եթե դուք ձեր script-ի արդյունքում վերադարձնում եք տեքստային արժեք, հա, ապա այդ դեպքում անհրաժեշտ string արժեք, անհրաժեշտ է օգտվել script str-ից, ընդ որում այս script str-ը նախատեսված է R եւ Tableau, տեսեք այստեղ R script-ով է, R լեզվով է կարելի գրել script-եր եւ Python script-եր գրելու համար, այսինքն ինչ է այստեղ գրված, եկեք միասին հասկանանք։ Քանի որ ես վերադարձնելու եմ capital, այսինքն մայրաքաղաքի արժեքը, որը իրենց ներկայացնում է string, ամբողջ կոդի հատվածը, տեսեք import request, այստեղ URL-ն է տված, arg1-ի մասին դեռ կխոսենք, այստեղ հիշում եք իմ մոտ գրված էր country ընդհանրության համար,
Ուրեմն arg 1 է գրված արդեն տաբլո միջավայրում, response-ը get է անում, JSON ֆորմատով ներկայացնում է, այնուհետև country info-ն վերցնում ենք response 0 լիստի առաջի արժեքը եւ ի վերջո capital արժեքը country info-ի capital արժեքը վերադառնում ենք capital փոփոխականին, որը եւ return ենք անում, այսինքն ամեն հաշվարկները ավարտելուց հետո անհրաժեշտ է return անել այն փոփոխականը, որը նախատեսում եք, որ տաբլո միջավայրում երևա։ Այստեղ տեսեք ATTR-ը, եկեք այս պահը մի հատ ավելի մանրամասն հասկանանք։ Նայեք, ուրեմն ես ունեմ country name-եր, այսինքն ես ունեմ selected country-ներ, որոնք որ ես պետք է նշեմ, ուրեմն selected country, որոնք պետք է լինեն attribute-ներ, ուրեմն attribute-ներ, դա script-ի պահանջն է, որ դա script-ի պահանջն է, տեսեք, որ իրեն մեջ պետք է լինեն attribute տեսքով տրվող փոփոխականները, ինչ է կատարվում այստեղ, arg1 արժեքը ստանում է attribute selected country արժեք, այսինքն եթե ես ունենայի մեկից ավել attribute-ներ, ես այստեղ իմ script-ի մեջ, script-ը սկսում է չակերտներով, ավարտվում է չակերտներով, այնուհետև ստորակետ, այնուհետև տրվում են attribute-ները եւ փակվում է փակագիծը, եթե ես ունենայի մեկից ավել արգումենտներ, ապա ես պետք է այստեղ կոդի մեջ arg1, arg2, arg3, arg4, argn հատ ատրիբուտներ ներկայացնեի, ընդ որում այդ arg-երը պետք է լինեին տակի գծիկով ներկայացված, հա, ինչպես այստեղ օրինակում է նշված, կամ կետով կամ տակի գծիկով, տեսեք այստեղ երկու տարբերակն էլ ընդունելի է, մեկն էլ ցույց է տալի, թե որի արգումենտն է լինելու այստեղ, որի արգումենտն է տեղադրվելու։ Ուրեմն OK տալուց հետո այստեղ ես ունեմ capital անով calculated field, հա, իդեպ մոռացանք այստեղ մի բան ասել, որ որպեսզի script-ը աշխատի տաբլո միջավայրում, անհրաժեշտ է կապ հաստատել տաբլոից TAPI package-ի հետ, դրա համար մտնում ենք help, settings and performance, manage analytics extensions connection, այս սա սեղմելուց հետո, տեսեք, ես այստեղ նշեցի, որ 9004 պորտի վրա եմ աշխատում եւ local համակարգչում, այստեղ գրում ենք localhost, այստեղ գրում ենք 9004, այնուհետեւ test connection։ Եթե successfully connected է տալիս մեր հաղորդագրությունը, ապա ամեն ինչ նորմալ է, կարող ենք շարունակել, save ենք տալի այստեղ։ Հիմա ես ունեմ մեկ դաշտ capital անունով, դաշտը մկնիկը պահած բռնում եմ, բերում եմ rows դաշտում բաց եմ թողնում եւ ինչ եմ տեսնում Canberra, որտեղ այստեղ selected country-ի մոտ Ավստրալիան է, այստեղ բացելով ցուցակը ես կարող եմ ընտրել այլ պետություն, օրինակ Արմենիա եւ կտեսնենք Երևան։ Այս պահին փաստորեն աշխատում է Tableau-ի Python-ի script-ը եւ URL-ից get է անում ու մեզ վերադարձնում այն երկրի մայրաքաղաքը, որը այստեղ մենք կընտրենք։ Եկեք մի քիչ ֆորմատի բերենք այս ամենը, ավելի գեղեցիկ տեսքի բերենք, մի քիչ մեծացնենք, այստեղ աշկլիկ ֆորմատ, ուրեմն այստեղ ընտրենք ֆոնտի չափը, սա կրկին մի քիչ մեծացնենք, ֆորմատ, այստեղից ընտրենք 18, այստեղ bold, առաջին calculated field-ը ունեցանք, դա մեր capital-ներ, մայրաքաղաքներ, սակայն մենք ցանկանում ենք 4 արժեք ունենք, 4 բնութագրիչ ունենք տվյալ պետության համար, որոնք են դրանք, եկեք այստեղ տեսնենք, հաջորդը եկեք region-ը, հա, copy անենք script-ը ամբողջությամբ այստեղ հավաքված, դուք արդեն եւի հասկացաք, թե ինչ սկզբունքով է ամենը, նույնն է ինչ մենք արեցինք այստեղ Jupyter Notebook-ում, ուրեմն Tableau միջավայրում անհրաժեշտ է ուղղակի ստեղծել նոր calculated field կամ հաշվարկային դաշտ, region դնենք այս հաշվարկային դաշտի անունը, ուրեմն տեսեք կրկին իր վերադարձվող արժեքը իրենց ներկայացնում է string, հետևաբար այստեղ որևէ խնդիր չկա, տալիս ենք apply, OK, region-ը կրկին պահած, մկնիկը պահած բերում ենք այստեղ բաց ենք թողնում, տեսեք ունենք արդեն երկրորդ դաշտը, ուրեմն Երևան, Ասիա ռեգիոնը ստացանք կրկին։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչպես կարելի է ստանալ, օրինակ ինչպես կարելի է ստանալ մակերեսը,
զբաղած տարածքը երկրի, create calculated field, այստեղ կգրենք area, մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դարձնեք, տեսեք, այստեղ ես ունեմ script real, քանի որ իմ վերադարձվող արժեքը ինքը string չի իրենից ներկայացնում, այլ ներկայացնում է իրենից իրական արժեք։ Եթե ունենայի ամբողջաթիվ, այստեղ գրված կներ script int, այսինքն return դաշտում, եթե ես պետք է վերադարձնեի իրական արժեք, ապա real, եթե ամբողջաթիվ արժեք, ապա int, եթե տրամաբանական արժեք, ապա boolean, եթե տեքստային արժեք, ապա string։ Այստեղ կրկին apply, okay եմ տալիս, այսինքն եկեք վերջինը կրկին նույնպես ստեղծենք, այնուհետև արդեն այս ամենը դիտարկենք tableau-ում։ Ուրեմն հաջորդ calculated field-ը, ուրեմն այստեղ population անվանեցինք, կրկին կարող ենք ընտրել real, բայց այստեղ տեսեք ընտրված է int տարբերակը, որովհետև ըստ էության բնակչության թվաքանակը ենթադրվում է ամբողջաթիվ, հետևաբար այստեղ int ընտրելը ավելի ճիշտ է, տալսենք apply։ Հիմա ուշադիր area դաշտի վրա պահած բերում եմ բաց եմ թողնում rows-ում, նույնը իրականացնում եմ population-ի հետ կապված, ինչու այստեղ փորձեց գրաֆիկ կառուցել, որովհետև ինքը փորձեց հասկանալ, որ սա իրականում continuous, այսինքն շարունակական արժեք է, որպեսզի այստեղ ներկայացվեն արժեքները, անհրաժեշտ է ոչ թե continuous, անհրաժեշտ է այս հաշվարկային դաշտերը սարքել discrete, սարքում ենք discrete ու տեսնում ենք արժեքը արդեն վերադարձեց, նույնը population-ի դեպքում փորձի արժեքը վերադարձնել ու եկեք մի քիչ ֆորմատավորենք այս ամենը, այստեղ մի քիչ մեծացնենք, ոնց հասկացա եղան բաց թողեցինք ստեղ, capital-ը ունենք, region-ը բաց թողեցինք, ստեղ մի քիչ բերենք աչ, որպեսզի լավ երևա, ստեղ էլ բերենք աչ, ուրեմն փոխենք սրանց ֆոնտերի չափերը, այստեղից ընտրենք օրինակ 12, այստեղ bold, սա կրկին նույն ձև, այստեղից 12 և bold, այստեղ նույնպես 12 և bold, այստեղ նույնպես 12 և bold։ Հիմա այս selected country դաշտից եթե ընտրենք այլ երկիր, օրինակ եթե ընտրենք մենք Belarus, ապա կունենանք ամբողջ ինֆորմացիան, տեսեք, capital-ը Minsk, region-ը Եվրոպա, area-ն 207,600, population 9,400,000։ Եկեք այս ամենը ներկայացնենք dashboard-ում, այսինքն համատեղենք այս ինֆորմացիան քարտեզի հետ։ Բացենք dashboard 1-ը, այստեղ տեսնում ենք երկու ստեղծված հաշվարկային շիթերը, map, մկնիկը սեղմած պահենք, բերենք այստեղ բաց թողենք, այնուհետև մեր calculation-ները, որտեղ մեր Python script-ներն են, այդ կրկին մկնիկը սեղմած, բերենք այստեղ բաց թողնենք, այսպես մի քիչ ֆորմատավորենք, այստեղ fit տանք, շատ լավ, այստեղ մի քիչ կարելի է մեծացնել, շատ լավ, տեսնենք ինչ ստացվեց, սեղմենք, այստեղից hide անենք մեր title-ը և սեղմենք պրեզենտացիա, մենք ունեցանք հետևյալ վիզուալիզացիան, ընտրում ենք երկիրը այստեղից, Արմենիա օրինակ, ստանում ենք իր մայրաքաղաքը, ռեգիոնը, տարածքը, բնակչությունը, կարող ենք փոխել երկիրը, օրինակ ընտրենք Belarus, կստանանք նույն բաները, Minsk, որը գտնվում է Եվրոպայում, ինչքան է նրա տարածքը և ինչքան է բնակչության չափը։ Սակայն այստեղից եթե մենք ընտրենք քարտեզից, ապա տեսնում ենք, որ ոչինչ չի փոփոխվում, քանի որ այստեղ կապված չեն քարտեզի և մեր selected country պարամետրերը միմյանց հետ։ Եկեք անենք այդ փոփոխությունը ևս ավելի ունիվերսալ պատկեր ստանալու համար, ինչ անհրաժեշտ դրա համար, մտնում ենք dashboard, մտնում ենք actions, այստեղից change parameter, այնուհետև քանի որ փոփոխությունը պետք է լինի main map-ի վրա, ընտրում ենք map-ը,
ուրեմն պետք է ընտրենք այն պարամետրը, որով պետք է տեղի ունենա փոփոխությունը եւ այն դաշտը, որի միջոցով պետք է այդ ամենը կատարվի, select անելու ժամանակ պետք է լինի, OK ենք տալի եւ այժմ տեսնենք թե ի վերջո ինչ ստացվեց։ Ուրեմն կրկին գալիս ենք վիզուալիզացիայի ռեժիմ, ուրեմն այստեղից ընտրում ենք օրինակ ընտրում ենք Ռուսաստան, մենք տեսնում ենք Մոսկվա, տարածքը, ռեգիոնը եւ այլն, նույն կերպ գալիս ենք այստեղ, ընտրում ենք Չինաստան, China եւ տեսնում ենք ամբողջը փոխվեց, այսինքն ամբողջ պատկերը ունենք արդեն Չինաստանի համար, կարող ենք ընտրել Ռուսաստան, տեսեք փոխվեց ամբողջը, քանի որ այստեղ արդեն կապի մեջ են գտնվում քարտեզի դաշտերը իմ պարամետրերի հետ, այստեղ կարող ենք ընտրել Սաուդյան Արաբիա, կրկին տեսնում եք ամբողջը փոխվեց։ Ուրեմն այսքանն էի նախատեսել այսօրվա համար, այս եւ նմանատիպ հետաքրքիր վերլուծական նյութեր կարող եք դիտել, եթե հետևեք մեր հետագա հրապարակումներին եւ մասնակցեք մեր կողմից կազմակերպվող դասընթացներին։ Շնորհակալ եմ։